Ողջույն բոլորին, ես սկսում եմ վիդեոդասերի մի նոր կուրս, որի նպատակն է ձեզ ծանոթացնել JavaScript-ի DOM-ի հետ։ Հասկանալ DOM-ի կառուցվածքը, DOM-ի դերը JavaScript-ում, ինչ կարող է անել DOM-ը և ինչ նշանակություն ունի։ Սակայն նախքան սկսելը ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եթե դուք ցանկանում եք ուսումնասիրել JS DOM-ը, դուք պետք է գոնե տիրապետեք JavaScript-ի հիմունքներին, քանի որ առանց դրանց իմանալու ձեր համար բարդ կլինի ուսումնասիրել DOM-ը։ Ես արդեն ստեղծել եմ մեր HTML կառուցվածքը և HTML-ում միացրել եմ մեր JavaScript-ը։ Այստեղ բարդ բան ոչինչ չկա և հիմա հասկանանք ինչ է իրենից ներկայացնում DOM-ը։ Որպեսզի կարողանանք մենք կատարել գործողություն մեր HTML թեգերի հետ, այսինքն կառավարել մեր HTML թեգերը, ավելացնել նորերը և այլն, մենք պետք է իմանանք JavaScript-ի DOM-ը։ Այսինքն JavaScript-ի DOM-ի միջոցով մենք կարողանում ենք կառավարել մեր HTML թեգերը։ Որպեսզի առաջին ծանոթությունը լինի DOM-ի հետ, ամենապարզ եղանակը դա ուղղակի բացել inspect էլեմենտը։ Մուտք գործենք մեր բրաուզեր։ Այստեղ տեսնում ենք ամենաներքևում գրված է inspect։ Սեղմում ենք և ահա այս բաժնում մենք արդեն տեսնում ենք մեր էլեմենտները, որը որ գրված է մեր HTML ֆայլում։ Ահա տեսնում ենք, սա DOM-ն է, այսինքն մեր ընդհանուր HTML կառուցվածքը ներկայացնում է DOM-ը։ Եկեք վերադառնանք մեր Google Chrome և ավելի մոտիկից ծանոթանանք։ Եթե այսպես նայենք, մեր ընդհանուր DOM-ը նման է ծառի։ Ինչի համար ծառի, երբ որ մենք բացում ենք մեկ հատ թեգ, այդ թեգի մեջ էլի լինում են իր երեխա էլեմենտները։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, որ մեր ընդհանուր ծնողը, մեր head-ի և body ընդհանուր ծնողը դա HTML-ն է, որը իր մեջ ներառում է երկու կարևոր թեգեր՝ head-ը և body-ն։ Իր հերթին head-ը և body-ն իրար հարևան էլեմենտներ են։ Head-ի համար body-ն իր աջ հարևանն է, իսկ body-ի համար head-ը իր ձախ հարևանը։ Head-ի և body-ի երեխա էլեմենտները, եթե մենք բացենք, արդեն այստեղ կտեսնենք։ Տեսնում ենք head-ի մեջ կա child էլեմենտներ, անգլերեն այսպես ասած child էլեմենտներ։ Սրանք head-ի երեխա էլեմենտներն են։ Իր հերթին նաև body-ն ունի իր երեխա էլեմենտները, h1-ը, որը մենք գրել ենք, և script-ը։ Իրենց հերթին head-ը և body-ն համարվում են HTML-ի երեխա էլեմենտները, քանի որ իրանք գտնվում են HTML-ի ներսում։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք մենք DOM-ի կառուցվածքը, եկեք դիտենք աջ կողմում գտնվող նկարին։ Տեսնում ենք, որ աջ կողմում գտնվող նկարում ներկայացված է մեր DOM կառուցվածքը, որտեղ HTML-ից սկսում են ճյուղավորվել նոր էլեմենտներ։ Այստեղ մենք գիտենք, որ մեր ընդհանուր ծնողը HTML-ն է, ահա տեսնում ենք HTML-ը։ Իր մեջ կա երկու գլխավոր էլեմենտներ, երկու գլխավոր թեգեր, կարող ենք նաև այսպես ասել, head-ը և body-ն։ Տեսնում ենք, որ head-ից և body-ից նույնպես ճյուղավորվում են նոր էլեմենտներ։ Այսինքն, եթե մենք head-ի և body-ի մեջ ավելացնենք էլի նոր էլեմենտներ կամ թեգեր, այդ ճյուղավորումը կշատանա։ Հիմա եկեք այսպես դիտարկենք, եթե ես body-ի մեջ ունենամ մեկ հատ UL, UL-ի մեջ ունենամ Li-ի մեջ ունենամ A։ Տեսնենք այս ամենը ինչ ձև կկատարվի։ Առաջի հերթին body-ի առաջի child-ը կլինի UL-ը։ Երկրորդ հերթին UL-ի առաջի child-ը կլինի Li-ն, իսկ Li-ի առաջի child-ը կլինի A։ Ահա այսպես տեսեք ճյուղավորումը կատարվել է, այսինքն body-ի մեջ կա ևս մեկ UL, նոր էլեմենտ, որի UL-ի մեջ կա ևս մեկ նոր Li էլեմենտ, իսկ Li-ի մեջ կա ևս նոր A էլեմենտ։ Այսինքն A-ն առաջի հերթին համարվում է Li-ի child-ը, իսկ եթե այսպես նայենք, A-ի ծնողը, առաջի ծնողը դա Li-ն է։ Li-ի առաջի ծնողը UL-ն է, UL-ի առաջի ծնողը body-ն, իսկ body-ի առաջի ծնողը արդեն համարվում է HTML-ը։ Ահա այսպես ճյուղավորումը գնում է։ Սա է մեր DOM-ի ընդհանուր կառուցվածքը։ Եթե մենք նայենք այստեղ աջ կողմում գտնվող նկարին, ապա նույնը կտեսնենք։ Կտեսնենք, որ HTML-ից ճյուղավորվել են երկու մեր
թեգերը, head-ը եւ body-ն, եւ head-ից եւ body-ից նույնպես ճյուղավորվել են նոր էլեմենտներ։ Ահա սա է ընդհանուր DOM-ի գաղափարը։ Եվ հետագայում, որ մենք շարունակենք արդեն վիդեոներին ծանոթանալ, կհասկանանք ինչպես կարող ենք հասանելիություն ունենալ ահա այս թեգերին։ Ինչպես արդեն նշեցինք, որպեսզի կարողանանք կառավարել մեր HTML փաստաթուղթը, մենք պետք է տիրապետենք DOM-ին, եւ DOM-ի միջոցով մենք արդեն կարողանանք ստեղծել նոր էլեմենտներ, վերցնել մեր էլեմենտները եւ իրանց հետ կատարել JavaScript գործողություն։ Բայց որպեսզի մենք կատարենք ինչ-որ JavaScript գործողություն մեր HTML թեգերի հետ, մենք նախ պետք է հասանելիություն ունենանք DOM-ի միջոցով մեր HTML փաստաթղթին, այսինքն մեր HTML էլեմենտներին, որի հետ որ ուզում ենք ինչ-որ աշխատանք կատարել։ Կա շատ մեթոդներ, որոնց միջոցով մենք կարող ենք վերցնել մեր էլեմենտները։ Եկեք ամենասկզբից ծանոթանանք մի քանի մեթոդների եւ ընթացքում ավելի կընդլայնենք մեր իմացածը եւ ավելի պրակտիկ եւ շատ օգտագործող մեթոդների կծանոթանանք, որոնք հիմնականում օգտագործվում են։ Նախ եկեք հասկանանք ամենապարզ մեթոդները, ինչպես կարելի է էլեմենտ վերցնել DOM-ի միջոցով եւ իրենց հետ կատարել արդեն աշխատանք JavaScript-ում։ Ահա ես արդեն բացել եմ մեր կոնսոլը եւ եկեք կոնսոլի միջոցով միանգամից վերցնենք մեր էլեմենտները JavaScript DOM-ի միջոցով։ Նախ որպեսզի ես կարողանամ վերցնել էլեմենտ, հիմա մենք այդ ամենը անում ենք քայլ առ քայլ։ Հետո կծանոթանանք մեթոդների, որոնց միջոցով մենք միանգամից մեր ուզած էլեմենտը կարողանանք վերցնել։ Որպեսզի էլեմենտ վերցնեմ իմ դոկումենտից, ես նախ պետք է իրեն դիմեմ։ Երբ որ դիմում եմ արդեն իրեն, ինքը այսպես կապույտ նշմարվում է։ Հաջորդը ես դիմում եմ body-ին։ Քանի որ ես ուզում եմ վերցնել ենթադրենք այս h1 թեգը, ինքը գտնվում է body-ի մեջ։ Եվ եթե նկատենք, այս մեր h1 թեգը գտնվում է body-ի մեջ ու ինքը հենց իր ամենաառաջի երեխա էլեմենտն է։ Երբ որ ես նշեմ հետևյալ գործողությունը, document body get first element child, տեսնում ենք, որ մենք h1-ը արդեն ունենք։ Ահա մեր h1-ը մենք արդեն վերցրեցինք, ինքը գտնվում է հիմա մեր JavaScript-ում եւ ես DOM-ի միջոցով իրան վերցրել եմ եւ կարող եմ իր հետ որոշակի գործողություններ արդեն անել։ Եկեք ես իրան դնեմ փոփոխականի մեջ։ Այսպիսի փոփոխական, որպեսզի այս ամենը լինի արդեն այս փոփոխականի մեջ եւ ես միանգամից երբ որ արդեն դիմեմ, փոփոխականի անունով կդիմեմ իրեն եւ իր հետ կանեմ որոշակի գործողություն։ Ահա տեսնում ենք, երբ որ արդեն ես դիմում եմ իրեն, ինքը արդեն ցույց է տալիս, որ այս փոփոխականի մեջ պահվում է h1 թեգը։ Եվ եթե ես անեմ հետևյալ գործողությունը, JavaScript-ի միջոցով style կտամ իրեն, style, այստեղ եթե նայենք style-ը որպես օբյեկտ է ու ինչ որ կանոն color հավասար է ենթադրենք red։ Հիմա երբ որ ես enter անեմ, արդեն կտեսնենք, որ մեր JavaScript-ի միջոցով, JavaScript-ի DOM-ի միջոցով մենք style տվեցինք մեր h1 թեգին։ Բայց նախքան այդ style տալը մենք պետք է իրեն վերցնեինք DOM-ից, որպեսզի իր հետ կարողանանք որևէ գործողություններ կատարել։ Ահա սա է ընդհանուր գաղափարը, ընդհանուր պրինցիպը, որ մենք եթե ուզում ենք ինչ-որ էլեմենտի հետ գործողություն անել, մենք նախ պետքա իրան վերցնենք DOM-ից։ Այս մեր առաջին մեթոդն էր, որի միջոցով մենք վերցրեցինք հենց մեր առաջի էլեմենտը։ Հիմա եկեք բացենք Visual Code-ը եւ տեսնենք։ Կա նաեւ բնականաբար հետեւյալ կանոնը, երբ որ ես դիմում եմ document body get first element child եւ բնականաբար կա last element child։ Եթե մենք տեսնում ենք, մեր վերջի էլեմենտը script-ն է, այսինքն մեր վերջի թեգը script-ն է։ Հիմա այստեղ, երբ որ enter անեմ, ահա սա ցույց կտա ինձ, բայց սա այն script-ը չէ, որը որ մենք տեղադրել ենք, սա browser-ը իր կողմից է դնում այս script-ը։ Եթե ես այստեղ էլի script-ը դնեմ ու միացնեմ, անկախ ամենից այս script-ը ինձ ցույց չի տա։ Եթե ես դիմեմ իրեն last element child-ով, այսպես թե այնպես վերջինը ցույց կտա browser-ի կողմից տեղադրված էլեմենտը։ Հիմա մենք կարողացանք հասանելիություն ունենալ մեր առաջի եւ վերջի էլեմենտներին։ Եկեք դիտարկենք հետեւյալ կանոնը,
Այստեղ երբ որ մենք գրում ենք first element child, կա նաև հետևյալ արժեքը, որը կոչվում է first child։ Լավ, ինչով է սա տարբերվում first element child-ից։ Եթե ես դնեմ first child-ը, ինձ կտա հետևյալ գործողությունը, text։ Երբ որ ես բացում եմ իրեն, ահա այստեղ ցույց է տալիս, թե ընդհանուր տեքստը իրենից ինչ է ներկայացնում։ Այս տեքստը ներկայացնում է մեր տողադարձերը, այսինքն երբ որ մենք body-ից, երբ որ ասում եմ տուր ինձ քո առաջի էլեմենտը, ինքը այս տողադարձը էլի համարում է էլեմենտ։ Երբ որ ասում է տուր ինձ քո first element child-ը, ինքը հասկանում է, որ պետքա էլեմենտը տա։ Իսկ այստեղ արդեն այս տողադարձը էլեմենտ չի դիտարկում ու մեզ միանգամից վերադարձնում է, երբ որ մենք ասում ենք first child, քո առաջի երեխեն։ Իսկ որ ասում ենք first element child, ինքը հասկանում է, որ արդեն պետքա էլեմենտը տա։ Այս տողադարձը ինքը էլեմենտ չի համարում, բայց որպես արժեք ինքը դիտարկում է, որպես երեխա դիտարկում է ցանկացած այս տողադարձ։ Եթե մենք այս տողադարձը, եթե ես հիմա հանեմ, հիմա տեսնում եք մենք տողադարձ չունենք։ Եթե ես էլի դիմեմ document get body get first element child, տեսնում ենք, որ մեզ տալիս է մեր h1-ը, հա, այդ անցած դեպքում էլ էր տալիս, երբ որ տողադարձ կար։ Եթե ես դիմում եմ արդեն first child, տեսնում ենք էլի մեզ տալիս է մեր h1-ը, այս դեպքում ինչի համար է տալիս, քանի որ արդեն տողադարձ չկա։ Եթե ես այստեղ այլի տողադարձը հետ վերեմ, save անեմ, դիմեմ իրեն էլի document get body get first child, արդեն կտա այս տողադարձը։ Ցանկացած դեպքում այս տողադարձը ինձ արդեն կտա։ Եթե ես հիմա դիմեմ հետևյալ կանոնով, ասեմ document body get first child, ինքը ինձ կվերադարձնի null։ Ինչի համար null, քանի որ ինքը կմտնի այդ մեր տեքստի մեջ, կտեսնի, որ այդտեղ ինքը ոչ մի երեխա էլ չունի ու մեզ չի վերադարձնի։ Իսկ եթե ես անեմ հետևյալ կանոնը first element child, ահա, ես արդեն ստացա, չէ, մեր h1-ը, եւ եթե անեմ first child, այսինքն էլեմենտի մեր h1 tag-ի մեջի երեխա էլեմենտը դա, այսինքն տեքստն է, այս JavaScript DOM-ը, որը մեզ միանգամից վերադարձնում է։ Սրանք կոչվում են տեքստային հանգույցներ, որ մենք կարող ենք նաև վերցնել տեքստը։ Բայց ինչպես գիտենք, JavaScript-ում տեքստերի հետ մենք չենք կարող գործողություններ անել, այսինքն մենք գործողություն անում ենք հենց tag-երի հետ։ Երբ որ վերցնենք մենք h1 tag-ը, ավտոմատ կվերցնի իր մեջի եղած ամբողջ պարունակությունը։ Բայց երբ վերցնում ենք boon տեքստը, իր այդ տեքստի հետ ես չեմ կարող ինչ-որ գործողություն անել։ Եթե ես հիմա սա տեղադրեմ ինչ-որ փոփոխականի մեջ, ստուգեմ LM-ը, տեսնում եք սա մեր JavaScript DOM տեքստն է, եթե ես իրա վրա որևէ style գրեմ JavaScript-ի միջոցով, տեսնենք, որ չի աշխատում։ Ինչ-որ գույն, կանաչ, տեսնենք, որ չի աշխատում այս գործողությունը։ Բայց մենք գիտենք, որ երբ որ մենք դիմում ենք արդեն tag-ին, այդ tag-ին դիմելով արդեն մենք կարողանում ենք որոշակի գործողություններ արդեն կատարել։ Եվ իր մեջի պարունակությունը արդեն կժառանգի այդ ֆունկցիան կամ այդ գործողությունը։ Մենք արդեն ծանոթացանք երկու մեթոդների հետ, որոնցով կարող ենք մենք վերցնել մեր էլեմենտները DOM-ից, այսինքն first element child-ը եւ last element child-ը, իհարկե որոշակի տարբերությամբ last child-ը նաև վերցնում է տեքստային հանգույցները, այն մասը, որ ինքը տողադարձ է անում մեր HTML փաստաթղթում։ Իսկ երբ որ օգտագործվում է first element child կամ last element child, ինքը տեքստային հանգույցները արդեն անտեսում է։ Իսկ first child-ը եւ last child-ը արդեն տեքստային հանգույցները վերցնում է։ Շարունակենք եւ ուսումնասիրենք մեր DOM-ը եւ ծանոթանանք այլ մեթոդների, որոնցով էլի կարող ենք մեր DOM-ից վերցնել էլեմենտներ եւ կատարել իրենց հետ գործողություն արդեն JavaScript-ում։ Եկեք ծանոթանանք հետեւյալ մեթոդին, որը կոչվում է next element sibling։ Մենք վերցնում ենք document get body, բացում ենք body, տեսնում ենք իր մեջ կա h1-ը, UL-ը։ Հիմա եկեք էլի դիմենք մեր document body-ին։ Եվ ասենք, որ դա իր հաջորդ էլեմենտը։
որը կոչվում է next element sibling։ Next element sibling-ը աշխատում է հետևյալ եղանակով, ինքը ոչ թե արդեն մտնում է body-ի մեջ, այլ արդեն ասում է տուր body-ի հաջորդ էլեմենտը։ Հիմա body-ում հաջորդ էլեմենտը էլ չկա, body-ն վերջինն է։ Եթե մենք դիմենք մեր body-ի առաջի էլեմենտին, first element child, եւ ասենք տուր քո հաջորդ էլեմենտը, դա գալիս է արդեն UL-ը։ Եթե այստեղ նայենք, տեսնենք, body-ի առաջի երեխա էլեմենտը դա H1-ն է, իսկ H1-ի հաջորդ էլեմենտը արդեն ոչ թե իր երեխա էլեմենտ, այլ հաջորդ էլեմենտը գալիս է UL-ը, եւ մեզ արդեն տալիս է UL-ը։ Եվ եթե եկեք սա ես պահեմ փոփոխականի մեջ, ստանամ ես UL-ը, եւ եթե արդեն դիմեմ ես UL-ի մեջի էլեմենտներին, ես արդեն կարող եմ դիմել first element child, իսկ first child-ը, ինչպես գիտենք, արդեն տալիս է մեզ տեքստային հանգույցը։ First element child-ի դեպքում արդեն մեզ տալիս է lee-ն, եւ եթե ես lee-ի երեխա էլեմենտն եմ ուզում էլի վերցնել, արդեն տալիս եմ էլի first element child, արդեն տալիս է an-ից։ Իսկ եթե արդեն i-ի տեքստը ես ուզենամ վերցնեմ, արդեն first child, որը կտա ինձ արդեն այս տեքստ Google-ը։ Էլի first element child եւ first child արդեն տեքստային հանգույցներն ենք ստանում, իսկ էլեմենտի դեպքում first element child, նույնը նաեւ next element sibling եւ next sibling։ Երբ որ մենք օգտագործում ենք element բառի հետ, արդեն մեզ վերադարձում է էլեմենտը, իսկ երբ որ մենք օգտագործում ենք next sibling առանց էլեմենտի, մեզ կվերադառնի արդեն նաեւ տեքստային հանգույցը։ Եկեք այստեղ նորից նույնը գրենք next element sibling եւ ուղղակի next sibling։ Մենք հիմա այս գրելաձևի վրա չենք խորանում եւ շարժվենք առաջ, ծանոթանանք նաեւ իր հաջորդ մեթոդին, որը կոչվում է previous element sibling, որը վերցնում է իր արդեն նախորդ էլեմենտը կամ կարող ենք այսպես դիտարկել ձախ հարևան կամ աջ հարևան։ Աջ հարևանը դա կլինի next element sibling, իսկ ձախ հարևանը արդեն կլինի previous element sibling, կամ կարող եք դիտարկել որպես նախորդ եւ հաջորդ էլեմենտները։ Դիմենք էլի document get body-ին, ստանանք առաջի էլեմենտը, դա մեր h1 tag-ն է, եւ եթե դիմենք արդեն next element sibling, ստանալու ենք արդեն UL-ը, եւ եթե մի հատ էլ գրենք previous element sibling, էլի ստանալու ենք արդեն մեր h1-ը։ Այսինքն next-ը մեզ տալիս է հաջորդը, իսկ previous-ը արդեն տալիս է նախորդը։ Նույն պրինցիպով, եթե element բառը կա, մեզ կվերադառնի արդեն էլեմենտը, իսկ եթե element բառը չկա, մեզ կվերադառնի տեքստային հանգույցը։ Եկեք այստեղ ես սա վերցնեմ, նաեւ այստեղ տեղադրեմ, որպեսզի մեթոդները մենք ունենանք, եւ previous sibling։ Ահա այսպես։ Շարունակենք առաջ եւ ավելի լավ մեթոդ եկեք ծանոթանանք, ինքը ավելի ունիվերսալ է։ Եթե ես դիմում եմ արդեն document get body, get children, ահա, տեսնում ենք, որ մեզ վերադարձնում է HTML collection, որ իր մեջ, եթե նայենք array է մեզ վերադարձել, իր մեջ արդեն համարակալած ինդեքսներով արդեն միանգամից տալիս է մեր էլեմենտները։ Եթե ես ունենամ հետևյալ բլոկը, եկեք այստեղ ես ստեղծեմ բլոկ, որի մեջ կա ենթադրենք 5 հատ h2 էլեմենտ, այստեղ եկեք դնենք, եւ եթե ես ուզում եմ արդեն վերցնել այս մեր բլոկները եւ իր մեջի h2 էլեմենտները, ես կարող եմ միանգամից դիմել document get body, կարող եմ այսպես անել children, ահա ինձ արդեն եկեք թարմացնենք մեր բրաուզերը, այստեղ save անենք, թարմացնենք եւ դիմենք մեր դոկումենտին get children, child element count-ը քանակն է տալիս, իսկ children-ը արդեն վերադարձում է, տեսեք, HTML collection, որտեղ արդեն մեր էլեմենտներն են։ Ահա, եթե ես արդեն իրենց դիմեմ իր ինդեքսով, ահա, եկեք վերցնենք մեր
body-ի մեջի ամբողջ children-ները, եթե վերցնենք, կտեսնենք, կստանանք մի հատ HTML collection, որը մեզ վերադարձնում է մեր էլեմենտները արդեն ինդեքսավորված։ Երբ ես արդեն կարողանամ միանգամից արդեն այս ամենը ստանալ իր ինդեքսի անունը։ Դիմենք մեր document body children-ին, եկեք փոփոխական տանք, որը հավասար է document body get children, եւ դիմեմ ես child-ին, ահա տալիս է իմ արդեն ամբողջ էլեմենտները, եւ ես ենթադրենք ուզենամ վերցնել միանգամից երրորդ էլեմենտը, արդեն իր ինդեքսի անունով կվերցնեմ։ Ահա տեսնում եք, մեր երրորդ էլեմենտը արդեն տալիս է։ Եվ եկեք ես մի քանի տեքստ այստեղ գրեմ, child 1, child 2 և child 3։ Մնացածը արդեն այդքան էլ կարևոր չի, save անենք և child-ին նորից դիմենք, նորից child-ին, child 3, տեսնում ենք, որ մենք արդեն երկրորդը, ինդեքսավորումը սկսում է 0-ից, 0, 1, 2, իսկ մեր length-ը արդեն հավասար է իր ամբողջ քանակին։ Եվ եթե ես արդեն այստեղ տամ style-ներ, style get color հավասար է green։ Մենք այստեղ ցանկացած style-ներ կարող ենք տալ, բայց այստեղ փոքր-ինչ գրելաձևը տարբերվում է։ Եթե ես արդեն գրեմ օրինակ font size, JavaScript-ում գիտենք, որ ահա այս գծիկը արդեն սխալ է համարվում, ուղղակի այստեղ գրվում է արդեն camel case-ով, եւ այստեղ արդեն գրվում է փիքսելի չափը, ենթադրենք 26 փիքսել, կամ եկեք ավելի մեծ չափ տանք, եւ եթե enter անենք, ահա արդեն կտեսնենք, որ մեր CSS-ը արդեն աշխատեց JavaScript-ի միջոցով։ Ահա այսպես մենք կարող ենք DOM-ի միջոցով վերցնել էլեմենտները, կա նաեւ հետեւյալ կանոնը, որը կոչվում է child nodes, ինչ է ինքը անում, եկեք նայենք իր տարբերությունը children-ի հետ, եթե ես բացեմ, կտեսնենք, որ child nodes-ը նաև վերադարձնում է ահա այն տեքստային հանգույցները, որ կա մեր HTML փաստաթղթում։ Եթե ես բացեմ, տեսնեմ, որ ամեն անգամ այս տողադարձերը մեզ վերադարձել է։ Children-ը չի վերադարձում տողադարձերը, իսկ child nodes-ը արդեն վերադարձում է եւ տողադարձերը եւ նաեւ բլոկները։ Կա նաև հետևյալ գործողությունը, որը կոչվում է parent node կամ parent element, եթե ես դիմեմ մեր ենթադրենք document get body get first child, ահա ստանում եմ ես children 1-ը, եւ եթե ես իր ծնողին եմ ուզում անդրադառնալ, արդեն դիմում եմ parent element, իսկ իր ծնողը, ինչպես գիտենք, արդեն body-ն է։ Ահա, մենք ծանոթացանք մի քանի մեթոդների, մի քանի գործողությունների, որոնց միջոցով մենք կարող ենք մեր HTML փաստաթղթից, մեր DOM-ից վերցնել մեր էլեմենտը եւ JavaScript-ում կատարել մի քանի գործողություններ։ Բայց այս մեթոդները միակները չեն, մենք կարող ենք ելի գործողություններ անել, ելի էլեմենտներ վերցնել ավելի պարզ մեթոդներով, ավելի արագ աշխատող մեթոդներով։ Սրա նպատակը միայն այն էր, որ մենք ավելի լավ պատկերացնենք, թե DOM-ը ոնց է աշխատում եւ ոնց կարող ենք մեկ էլեմենտից մյուս էլեմենտ տեղափոխվել եւ էլեմենտ վերցնել։ Բայց ելի եմ ասում, սա լավագույն տարբերակը չէ էլեմենտ վերցնելու, մենք մյուս վիդեո դասի ընթացքում կծանոթանանք այն լավագույն մեթոդներին, որոնցով մենք կարող ենք էլեմենտ վերցնել HTML-ից, տեղադրել մեր JavaScript-ում եւ իր հետ կատարել որոշակի գործողություններ։ Մինչև մենք էլեմենտը չվերցնենք մեր DOM-ից, մենք ոչ մի գործողություն չենք կարող ունենալ։ Այսինքն մենք DOM-ի միջոցով հասանելիություն ենք ունենում մեր HTML փաստաթղթին եւ միացնում ենք մեր JavaScript-ին, որ ասում ենք տվյալ էլեմենտի հետ արա հետեւյալ function գործողությունը։ Հուսով եմ պարզ էր ձեր համար։ Այս վիդեոդասի ընթացքում այսքանը մենք սովորեցինք, մյուս վիդեոդասի ընթացքում կծանոթանանք մյուս մեթոդներին, որոնցով կարող ենք ելի էլեմենտներ վերցնել մեր DOM-ից։ Եվ հիմնականը մյուս վիդեոդասի ընթացքում, որ արդեն անդրադառնամ այդ մեթոդներին, հիմնականում դրանք էլ արդեն օգտագործում են մեր DOM-ում։ Իսկ այսօրվա վիդեոդասին այսքանը, մենք կհանդիպենք մյուս վիդեոդասին, մինչ նոր հանդիպում, հաջողություն։